երբ որ ասում են, որ 40-44 օրյա պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը անթակույց կերպով ցանկանում էր Հայաստանի Հանրապետության պարտությունը, ես դա համարում եմ բացարձակ ճշմարտություն։ Նա օգտագործեց, ցանկանում էր այդ պարտությունը, որպեսզի գար իշխանության։ Նա օգտագործեց հայրաքելական Սուրբ եկեղեցին, եկեղեցին չօգտագործեց, եկեղեցու մի քանի բարձրակարգ հոգևորականների, այդ թվում կտրիչին, որպեսզի գա իշխանության։ Նա օգտագործեց մեր բանակը, որպեսզի 21 թվականին կատարվի պետական հեղաշրջում, Վազգեն Մանուկյանն էլ այդ 80-ամյա զառամյալ ծերուկը չհասկացավ ինչ է կատարում եւ դարձավ իր ձեռքի խաղալիքը, խամաճիկը։ Եվ նա օգտագործում է այժմ էլ Եռաբլուրը։ Այս Եռաբլուր այցի գնացող արցախցի ղեկավարների եւ շատ-շատերի ուրեմն Եռաբլուր այցը ես համարում եմ ձևական, քանի որ ես նրանց մեծ մասին ճանաչում եմ։ Հիմա այսքան բանը բավական է, ասեմ, որ որևէ մեկը իր սեփական երկրին այնքան չի ատի անթակույց կերպով, ինչքան երեք ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսով։ Ես վերջացնեմ իմ ասածս, դա ակնարկեց ուրեմն այդ 3-4 դաշինքի ձևավորման անհրաժեշտությունը, որպեսզի պայքարեն ուրեմն իշխանության հասնելու համար 2026 թվականի հանրապետական ընտրություններին, եւ նա նաեւ ուրեմն ավետեց այն վերահաս սպառնալիքների մասին, եւ երբ որ ասում էր, որ ես եթե Ռուսաստանը չթողնի մեր մթերքը արտահանենք, մեր միակ շուկան Ռուսաստանն է, ինչ պիտի անենք, այո, ինչ պիտի անենք, չնայած ես իմ կապերը կօգտագործեմ, կապերը օգտագործեիր, որ քո եւ երրորդ նախագահի ժամանակ մի քանի միլիարդ դոլարին համարժեք զենքի մատակարարման պայմանագիր կնքվեց Ադրբեջանի հետ, կապերը օգտագործեի այդ ժամանակ։ 3-4 դաշինքը կարծում եմ դեռևս շատ վաղ է դրանց մասին խոսալ, բայց ակնհայտ կերպով կարող եմ ասել, ինքս հաշվի առնելով իմ փորձը հստակ կերպով ասել, որովհետև այստեղ ես մաթեմատիկական ճշգրտությամբ եմ ասում, ես գելափի պես չեմ, իմ 35 տարվա, 38 տարվա անցած փորձը ցույց է տալիս ասելու, որ քաղաքական դաշտում նշмарվում է այդ Հայաստան դաշինքի, չգիտեմ ինչ ձևաչափով, դաշնակցություն, հայեղափոխական դաշնակցություն, ճակերտավոր դաշնակցություն, որտեղ դաշնակցություն այդպիսի կուսակցություն հիմա չկա, դա մի կրավորական հանրային քաղաքական միավոր է, հզոր Հայաստան կամ մեր ձևով շարժում, ասացի Ռոբերտ Քոչարյանի, եւս կլինի ուրեմն մեկ դաշինք թե քաղաքական միավոր, ամենայն հավանականությամբ հստակ ասում եմ Գագիկ Ծառուկյանի, հստակ եմ ասում, եւ չորրորդը կլինի կարծում եմ այս նորաթուխ Newfangled Forces, այս նոր ածան գործիչները Արման Թաթոյան, չգիտեմ, էլի մարդիկ կան, չեմ ուզում անուններ տալ, որոնց մի մասին ես հարգում եմ եւ միշտ պիտի հարգեմ իրենց անցած ճանապարհով, մեկը եղել է բժշկության ոլորտում, մեկ ուրիշը եղել է տնտեսական գործունեության ոլորտում, որոնց ես հարգում եմ մի այլ ձևի, բայց ես կարծում եմ, որ այստեղ իհարկե քաղաքացիական պայմանագիրն է լինելու միանշանակ առաջատարը, ընդ որում չի բացառվում, որ քաղաքացիական պայմանագիրը միանգամից իր ձեռքն է վերցնելու հաղթողի դափնին։ Ուրեմն այդ ուժերը, որոնք պիտի միանան քաղաքացիական պայմանագրին, իրենց հարգելով իհարկե, բայց նրանց ընտրազանգվածը շատ քիչ է։ Ես իհարկե որպես մարդ այդ մարդկանց հարգում եմ, դա եվրոպական ուղղության կողմնակիցներն են, նաև հանրապետություն կուսակցությունն է, բայց ես պիտի ցավով, ափսոսանքով ասեմ, որ նրանց ընտրազանգվածը շատ քիչ է։ Այլ բան լինել չի կարող, մեր քաղաքական ներկապնակը քաղաքական դաշտի սա է։ Այլ տարբերակ լինել չի կարող, մարդն էլ ոչ թե մարդն էլ Ռոբերտ Քոչարյանն էլ անթակույց կերպով ասում է, որ ես պիտի լինեմ վարչապետի տեխնացուն, չի թաքցնում իր մոլուցքը, այո, իր վրեժխնդրական մոլուցքը չի թաքցնում եւ պիտի ասեմ, որ ամեն կերպ փորձելու են հրահրեն սադրանքներ, փորձելու են հրահրեն երկրորդ փուլ էլ չի լինելու։ Երկրորդ փուլ չի լինելու։ Ես չեմ հավատում, որ կարող է երկրորդ փուլ լինի, բայց ես գտնում եմ, որ
ինչպես ասում են, ընթացքը մեկնարկը եւ ընթացքը ցույց կտա։ Ես արդեն փորձեցի այսքանը ասեմ եւ ես այլևս մյուսների մասին Քոչարյան, չգիտեմ, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ես այլևս չեմ ուզում խոսել, որովհետև ես դա համարում եմ ավելորդ ժամանակի վատնում։ Ժամանակ, քանի դեռ իրենք հանդես չեն գալիս, որովհետև ամեն դեպքում հանրությունը նրանց լսում է, հանրությունը արդեն նրանք էլ ունեն իրենց ընտրազանգված են։ Եթե նրանք իրենց կուտակած $100 միլիոն դոլարներով, չնայած իմ խորին համոզման դրանք միլիարդներ են, եւ նաեւ հայ եկեղեցու տերը, այսպես կոչված, ուրեմն Սրբապերց Կտրիշ Ներսիսյանը մասնակցություն ունեցած լինեին եւ 2020 թվականի 44-ամյա պատերազմին ինչպես նյութապես, այնպես էլ ֆինանսապես, եւ եթե նրանք 2022 թվականին եկեղեցու տերերը կանգնած լինեին մեր պետականության կողքը, եւ եթե Հայաստանի այդ երկու նախագահները, որոնց ունեցվածքը մի քանի միլիարդ դոլարից անցնում է, նրանք կանգնած լինեին մեր ժողովրդի կողքը, միգուցե ես այլ կարծիք կունենայի, բայց ես ասում եմ, որ ուրեմն մարդիկ չունեն հայ ժողովրդի հետ ուրեմն առնչվող որևէ արժեհամակարգ։ Այլևս չեմ խոսում իրենց ինտելեկտուալ մակարդակից, նույնիսկ ես իմ համար մեծ անամոթություն եմ համարում եւ մեծ անպարտություն եմ համարում խոսել նրանց մակարդակներից։ Առաջ գնալով, քանի որ ուրիշ անգամ կարող է ժամանակ չլինի դրա մասին խոսել, մեկ նախադասությամբ ասել, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան զրոյական տարբերակով։ Հիմքում պետք է դնել մեկնարկ եւ Ռուսաստանը պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրի իր հանցագործությունների եւ դավաճանական արարքների համար։ Ռուսաստանը պետք է ապաշխարի իր բազում հանցանքները հայ ժողովրդի հանդեպ։ Այդ թվում 300 միլիոն զենքի գումարի մատակարարումը ուշացնելու, այդ թվում 2020 թվականին իր կողմից պատերազմի արտոնագրումը Թուրքիայի հետ համատեղ, այդ թվում դարձյալ շատ գործարքներ։ Ես մի թեթև ասել եմ, ինչքան էլ մենք Ելցինի անձնական կյանքին փորձում ենք մեկ այլ գնահատական տալ, բայց ես պիտի ասեմ, որ Ելցինի ժամանակ եւ նրա պաշտպանության նախարարի ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր, ես կասեի նույնիսկ փայլուն մակարդակի վրա։ Եթե Ռուսաստանը չգնա խավարան հայ-ռուսական հարաբերություններում կատարած իր բազում մեղքերի համար, եթե չապաշխարի իր մեղքերը, ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք հայելային չեն կարող լինել։ Դա բացառվում է, սա պիտի լինի։ Եվ ես վերջացնում եմ հայ-ռուսական հարաբերությունների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի եւ հայոց պետականության կյանքում Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, մինչև Նիկոլ Փաշինյան, ամենից ճիշտ եւ ամենից բովանդակալից եւ ամենից հանգամանալից հասկանում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պետություն եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը հայ պետականության համար եւ հայ ժողովրդի համար Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, նրանցից բոլորից ավելի գերազանց հասկանում, գիտելիքներ ունի եւ պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը։